Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ Չարլզ Սպերջեն Նոյեմբերի 29 Քո ժողովրդի մեջ չարախոսելու համար ման չգաս, քո դրածուն անպայման հանդիմանես ու նրա համար մեղք չկրես։ Ղևտացիների 19:16-17 Թույնով լի չար լեզուները տառապանք են պատճառում իրենց լսողին և իրենց զոհին։ Ճշմարտություն լինի թե սուտ, Աստծո խոսքը արգելում է բամբասել։ Մենք պետք է պահպանենք Աստծո ժողովրդի համբավը, այդ պատճառով սատանային թույլ տալը, որ փորձի անարգել եկեղեցին և Տիրոջ անունը, հարկավոր է ամոթ համարել։ Որոշ լեզուներ կարիք ունեն ոչ թե խթանի, այլ սանձի։ Շատերը հրճվում են իրենց եղբայրներին թամբիրից վայր գցելով։ Կարծես թե նման արարքները իրենց բարձրացնում են շրջապատողների աչքին։ Նոյի իմաստուն որդիները ծածկեցին հոր մերկությունը, իսկ այդ մասին եղբայրներին պատմողն արժանացավ ծնողի սարսափելի անեծքին։ Հնարավոր է, որ մենք ինքներս մի օր մեր եղբայրների լռության և ըմբռնումով մոտենալու կարիքն ունենանք, այդ պատճառով պատրաստակամությամբ դրսևորենք այդ հակառակությունները նրանց հանդեպ, ովքեր դրանց կարիքն ունեն հիմա։ Թող մեր ընտանեկան կանոնը և անձնական պարտականությունը լինի ոչ մեկի մասին ոչ մի վատ խոսք չասել։ Սակայն Սուրբ Հոգին մեզ դրդում է դատապարտելու մեղքը և հուշում մեզ, թե ինչպես դա անել։ Անհրաժեշտ է հանդիմանությունը եղբոր երեսին ասել, ոչ թե փսփսալ նրա մեջքի հետևում։ Նման մոտեցումը կլինի մարդկային, եղբայրասիրական, քրիստոնեավայել և Աստծո օրհնությամբ օգտակար կլինի չարախոսին։ Իսկ եթե մարմինը հակադրվում է դրան, հարկավոր է ավելի ուշադիր լսել խղճի ձայնը, որպեսզի մերկացնելով եղբոր մեղքը նրան չնմանվենք։ Քանի հավատացյալներ են ազատվել ծանր մեղքերի շնորհիվ փորձված ծառայողների և հավատարիմ եղբայրների ճիշտ ժամանակին արված իմաստուն նախազգուշացումների։ Պետրոսին արված նախազգուշացման մեջ այդ նախազգուշացմանը նախորդած աղոթքում և նրանում, թե ինչ քնքշությամբ է նա լսում Պետրոսի պարծենկոտ հայտարարությունը, Հիսուսը մեզ օրհնյալ օրինակ ներկայացրեց, թե ինչպես է հարկավոր վարվել ընկերների հետ, որոնք սխալ են գործել։ Եղեք օրհնված։